Ողջույն, Բուն TV-ի եթերում դիլեմա հաղորդաշարն է եւ ես Արեգ Քոչինյանն եմ։ Այսօրվա իմ հյուրերն են Բորիս Նավասարդյանը, քաղաքական մեկնաբան, բարև ձեզ, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար, եւ Օրբերի կենտրոնի փորձագետ Ջոնի Մելեքյանը, բարև ձեզ, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Հարգելի հեռուստատողներ, այսօրվա թեման որոշեցինք նվիրել մի իրադարձության, որ տեղի ունեցավ ընթացիկ տարվա ապրիլ ամսվա ընթացքում եւ որին մեր գնահատմամբ մամուլում, վերլուծական շրջանակներում թերևս բավականաչափ ուշադրություն մինչև այս չի դարձվել։ Դա հայ-վրաց ադրբեջանական եռակողմ հանդիպումն էր Թբիլիսի քաղաքում, որը տեղի ունեցավ արտաքին գործերի փոխնախարարների մակարդակում, որը, այսպես ասենք, համենայն դեպս վերջին տարիների ընթացքում, գուցե 90-ականներին կամ 2000-ականներին թեկուզ նմանատիպ ֆորմատով հանդիպումներ գուցե եղել են, բայց վերջին տարիների ընթացքում առաջինն էր իր բովանդակությամբ եւ իր տիպի մեջ, մի հանդիպում էր, որի մասին բավականին երկար ժամանակ է, ինչ փորձագիտական, քաղաքական, մասնագիտական կուլուարներում խոսվում էր, քննարկվում էր, որպես գաղափար առաջարկությունը ներկայացվում էր եւ որը ի վերջո տեղի ունեցավ։ Հանդիպման ընթացքում եղել է բավականին, ինչքան որ կարող ենք հասկանալ, գործնական ուրեմն խոսակցություն եռակողմ բնույթի տարբեր հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ, օրինակ սահմանային ջրեր եւ այլն, եւ իմ կարծիքով սա բավականին հեռանկարային ֆորմատ է։ Հեռանկարային է ինչ առումով, որ երեք հանրապետությունները հարավային Կովկասի, գիտեք, իրենց պատմության մեջ երբևիցե չեն կարողացել առանց 4-րդ երկրի, առանց ինչ որ դոմինանտի, ավագի, կայսրության, եթե կուզեք, որևիցե կերպ կոմպրոմիսային համատեղ օրակարգ ձևավորել։ Ինչը միշտ իր հետևանքը ունեցել է, ինչը միշտ իր ազդեցությունը ունեցել է։ Եթե կուզեք, այդ եռակողմ ձևաչափի բացակայությունը ինչ որ առումով նույնիսկ իր մեջ պարունակում է պոստկոլոնիալ այս դիսկուրսի խոսակցություն, որովհետև դոմինանտը երբևիցե նման ուրեմն խոսակցությամբ հետաքրքրված բնականաբար չի եղել։ Այս եւ նմանատիպ այլ հարցերի շուրջ այսօր կփորձենք մեր քննարկումը ծավալել։ Պարոն Նավասարդյան, առաջին հարցը, որ կուզեմ տամ, ինչքանով է հեռանկարային այս ֆորմատը, ինչ եք դուք կարծում, ինչ թեմաներ կա, որ այստեղ կարելի է քննարկել, շարունակել խոսել եւ ուր կհասնենք։ Ես նույնիսկ ասեի, որ ոչ թե հեռանկարային, այլ անխուսափելի։ Ես կարծում եմ այդ ձևաչափով համագործակցությունը եւ կարծիքների փոխանակում, ինչ որ ծրագրերի մշակում ուղղակի անհրաժեշտ է 3 երկրների համար, մի քանի պատճառներով եւ մի քանի իմաստներով։ Դե առաջինը միշտ լավ է, երբ հարևանները իրար հետ լավ են, համագործակցում են եւ կարողանում են ընդհանուր խնդիրները եւ մարտահրավերները լուծել։ Երկրորդը ձեր ասածն է, որ այո, մեր տարածաշրջանում միշտ ինչ որ դոմինանտ երկրներ փորձել են մեր փոխարեն որոշել, թե ինչպիսի հարաբերություններ պիտի լինեն Հարավային Կովկասում, եւ վերջերս շատ են խոսում տարբեր բանաձևերի մասին, եւ ես լսում եմ եւ հայ եւ ադրբեջանցի եւ վրացի գործընկերներից, որ իրենք շեշտում են ցանկացած այդ բանաձևում 3+, այդ առաջին 3-ը պիտի լինեն Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան, եւ միայն այն դեպքում այն որ պլյուս են, հա, դա 5 կենտրոնական Ասիայի երկրներն են, դա հզոր տերություններն են, ԱՄՆ, Եվրամիություն, Ռուսաստան, թե դա միջական հարևաններն են, Իրան, Թուրքիա եւ Ռուսաստան, միշտ այդ երկրորդ թիվը պիտի մեր առաջին 3-ից հետո լինի, այսինքն եթե այդ 3-ը կարողանում են մշակել ընդհանուր շահերի հետ կապված ինչ որ գաղափարներ, դա ավելի հեշտ է խոսել մյուսների հետ եւ թույլ չտալ իրան մեր պահանոցին փաթաթել, ասենք, այնինչ իրենց է ձեռնատու։ Եվ այն սկիզբը, որ արվել է, ինձ համար առայժմ ինքը խորհրդանշական է, քանի որ մենք ունեցել ենք բավականին մեծ ժամանակահատված, երբ խնդիրը կորցրել էր իր արդիականությունը։ 90-ականների կեսերին կար արդիականությունը, հա, միջապես հայ-ադրբեջանական առաջին պատերազմից հետո կամ Ղարաբաղյան պատերազմից հետո, բայց հետո դա մի տեսակ երկրորդ պլան մղվեց շատ բարձր պատճառներով, որտեղ կոնֆլիկտի չլուծված լինելը հնարավորություն չէր տալիս խոսել այն արդիական խնդիրների մասին, որոնք մեր դուրը թակում էին, հա, դա եւ տրանսպորտային հաղորդակցությունների եւ նավթամուղերի ուղղվածություններ եւ երբ պարզ դարձավ, որ կոնֆլիկտի պատճառով Հայաստանը դուրս է մնում այդ բոլոր ծրագրերից, այդ եռակողմ փաստորեն ձևաչափը քանդվեց
Երբ հիմա փորձում են վերականգնել, բարդ է իհարկե հաշվի առնելով բոլոր մարտահրավերները, երևի մենք դրա մասին առանձին կխոսենք, բայց որ դա անհրաժեշտ է եւ այդ դիվանագետների հանդիպումից հետո կարծում եմ պետք է ձևավորվեն նաեւ մասնագիտական ձևաչափեր, որտեղ ներառված կլինեն տնտեսագետները, չգիտեմ, էներգետիկները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, քաղաքագետները, լրագրողները եւ այլն, որպեսզի արդեն խոսեն կոնկրետ լուծումների մասին, կոնկրետ ոլորտներում։ Շնորհակալ եմ։ Պարոն Մելիքյան, թերևս նույն հարցը մի ուղղակի այսպես շերտային հավելումով նկատել եք ինչպես են այս գաղափարը ընդհանրապես վերաբերվում վրացական կողմում։ Վրաստանը կարևորում է, տեսեք, այսօր այս երրակողմ հանդիպումով Վրաստանը ստացավ հավելյալ մի շանս իր հարթակը ակտիվ պահելու, քանի որ ժամանակին իրենք տրամադրեցին իրենց հարթակը հայ-ադրբեջանական, կոնֆլիկտը լուծելու մասով, բանակցային գործընթացում, բայց քանի որ տրամաբանությունը հայ-ադրբեջանական բանակցությունները փոխվեց եւ երկկողմանի անցավ, պարբերաբար իրենք շեշտելով, որ պատրաստակամ են եւ այլն, բայց պահանջարկ չկար։ Հիմա այսօր, քանի որ երկու մայրաքաղաքներում պատրաստ էին, իմ կարծիքով նաեւ այստեղ Թուրքիայում վերջի կայացած հանդիպումների արդյունքում միգուցե վերջնական որոշվեց, որ փոխարգործնախարարները հանդիպեն, նոր հարթակ է, նոր հնարավորություն է, Վրաստանը ստանում տարածաշրջանի ներկայի եւ ապագայի մասին խոսելու։ Պարոն Նավասարդյանը խոսեց այլ ֆորմատների հետ համագործակցության, այսօր տեսեք մի հետաքրքիր միտում կա, որ արդեն կենտրոնական ասիական պետությունները C5, 5 պետությունների ֆորմատից արդեն տրանսֆորմացվում են 6-ի։ 6-րդը այստեղ արդեն Ադրբեջանն է հանդես գալի եւ արդեն արևմտյան վերլուծական կենտրոններ, փորձագետներ փորձում են նաեւ այս կոնցեպտը բացեն, հասկանան ոնց են process-ները տեղի ունենում եւ այստեղ նաեւ շփվելով տարբեր, Ուզբեկստանի կամ Ղազախստանի փորձագիտական շրջանակների հետ, տեսնում ենք, որ նաեւ կենտրոնական ասիական պետությունները եւս այսօր փորձում են հասկանան ոնց կարելի է այնպես անել, որ այդ 6-րդին ավելացնելով նաև այս երկուսից չզրկվեն, քանի որ այս պարագայում Միջին Միջանցքի կարևորության համար Վրաստանը շատ կարևոր երկիր է, այս այդ իրականացնելու այդ Միջանցքը ակտիվ պահելու, ոչ պակաս է Հայաստանը, երբ որ Ադրբեջանի հետ հարցերը լուծված լինեն, Թուրքիայի հետ սահմանը բացվի, ապա այստեղ արդեն ոնց որ զուգահեռ նաև հավելյալ ենթակառուցվածքներ կարող են բացվեն, ուստի կա պահանջարկ այդ C5 պլյուս մեր 3-ի հարավային Կովկաս ֆորմատ ձևավորելու եւ ինչու ոչ, ես համամիտ եմ, որ առաջի մեր 3-ի պլյուս այլ խաղացողների հետ այդ ֆորմատները կարող են շատ ակտիվ աշխատեն, չսահմանափակվելով 3+3-ին կամ դե ֆակտո 3+2-ին, որը իմ կարծիքով 2+3-ի, Պնդում եմ, որ առաջին տեղում պետք է լինեն այս տարածաշրջանի երկրները։ Բայց նաև այս վերջի միտումներից ելնելով միգուցե կարելի է պատկերացնել, որ 3 կդառնանք, քանի որ արևմուտքի հետ այս բարդ հարաբերությունների ֆոնին միգուցե Վրաստանը վերաիմաստավորի կամ նոր մոտեցումներ ունենա, ինչը ես համարում եմ, որ այդ ճգնաժամը ինքը Վրաստանին տարածաշրջանացնում է, բայց այստեղ մյուս միտումը հենց այդ հարևան երկրների ազդեցության ավելացումն է Վրաստանի վրա, ինչը նաև քանի որ պակասում է արևմուտքի հետ այդ կապերը, մեր հեռանկարի մասով եվրոինտեգրման, դիվերսիֆիկացման, արտաքին քաղաքականության շատ բավականին բարդացնում է այս ամենը, ուստի այստեղ դեռևս պետք չէ գերագնահատել այս ֆորմատը, բայց որ առաջի հանդիպումը տեղի ունեցավ եւ որոշ աշխատանքներ կլինեն, այստեղ նաեւ չնայած որ Բաքվի մոտեցումը չի ասի որ դրական է առհասարակ Հայաստանի նկատմամբ ինչ-որ process-ի, բայց վերջի իր ելույթներից մեկում Ալիևը խոսեց, որ կարելի է էկոլոգիական հարցերի շուրջ ինչ-որ գործընթաց սկսելու, միգուցե նաև այս ֆորմատի շրջանակներում ջրային ռեսուրսների ճիշտ կիրառման եւ այլ հարցերի շուրջ էկոլոգիական արագսգետի հետ կապված, ինչը նաև հակահայկական որպես թեզ օգտագործում է թե Իրանի հետ հարաբերություններում, թե Վրաստանի հետ հարաբերություններում, դրա համար այս ամենը
շատ կարևոր է որ էկոլոգիական հարցերը դուրս բերելու այս պայքարից, հա, ինֆորմացիոն դաշտում, ուստի կարևոր է տեսնենք, որ հաջորդ այդ փուլերում ոնց է այս ամենը տեղի ունենալու։ Շնորհակալություն։ Մի քանի կարևոր շատ բան նշեցիք հարգելի գործընկերներ։ Առաջին ուզում անդրադառնանք այդ ուրեմն առաջին թերևս խորհրդանշական հանդիպում, որ տեղի ունեցավ Թբիլիսիում, ես մի քանի անգամ արդեն առիթ ունեցել եմ այդ թեմայով միտք արտահայտելու, որ շատ կարևոր է, որ հաջորդ հանդիպումները տեղի չունենան Թբիլիսիում, հաջորդ հանդիպումները տեղի ունենան Երևանում եւ Բաքվում։ Ինչու, որովհետեւ եթե մենք խոսում ենք այդ երեքի մասին, եթե մենք խոսում ենք ինչ-որ տարածաշրջանային ձևաչափի մասին, համագործակցության մասին, այդ ամեն ինչը կմնա զուտ որպես խոսակցություն կամ զուտ որպես բարի ցանկություն, եթե երեք մայրաքաղաքներից երկուսում հանդիպումները վալիդ չեն, հնարավոր չեն այդ հանդիպումները, հա, երկու մայրաքաղաքներում։ Այդպես որ ես կարծում եմ, այսօրվանից չափազանց կարևոր է արձանագրել, որ հաջորդ հանդիպումը կարա լինի Բաքվում, կարա լինի Երևանում, բայց չպետք է լինի Թբիլիսիում։ Այդ առաջինի վերաբերյալ։ Պարոն Մելիքյան, երբ որ դուք նշեցիք այդ Հարավային Կովկաս ըստ էության Միջին Ասիա մեկ մեծ տարածաշրջանի գաղափարը, այդ գաղափարը ըստ էության նոր չէ, Միացյալ Նահանգներում տարբեր հետազոտական ինստիտուտները թեմայի շուրջ շատ վաղուց են ուրեմն իրենց քննարկումները, հետազոտությունները անցկացնում։ Դա իհարկե շատ հետաքրքիր գաղափար է, արևելք, արևմուտք պարագծով ուրեմն ենթակառուցվածքային նախագծերի բացազատման, Միջին Ասիայից ռեսուրսները դեպի Եվրոպա եւ ավելի մեծ Չինաստանից դեպի արևմուտք ուրեմն ռեսուրսները տեղափոխելու տրամաբանության մեջ, բայց ես ինձ թվում է կհամաձայնվեք, որ մինչեւ այդ մեծ խոսակցության մասին խոսելը շատ ավելի էական է խոսել այս փոքր խոսակցությունից, երեքի խոսակցությունից։ Թեպետ դուք շատ լեգիտիմ հարց եք բարձրացնում։ Իսկ որտեղ է իր ապագան տեսնում Ադրբեջանը, այս երեքի մեջ, թե այն 5-ի մեջ, որտեղ մենք իրականում երկուսի ցուցիչներն էլ տեսնում ենք։ Մի կողմից Ադրբեջանը պարբերաբար սկսել է մասնակցել այդ 5-ի ձևաչափով աշխատանքներին միջինասիական բոլոր երկրների հետ ստորագրել է ռազմավարական գործընկերության ուրեմն փաստաթուղթ։ Եթե մենք ավելի այսպես ընդհանուր քաղաքական հարցադրում ենք բարձրացնում, Ադրբեջանի միջինասիացումը, եթե կուզեք, սա հարցերի պատասխանները տալիս է, որտեղ իր ռեժիմով, իր քաղաքական համակարգով, բազմաթիվ այլ ուրեմն հատկանիշներով, այսպես ասենք, եթե ինքը սենց չի տեղավորվում Հարավային Կովկասի քաղաքական լանդշաֆտի մեջ, ապա իդեալական այսպես համադրվում է, ներդաշնակեցվում է, այս նույնիսկ ասեի Միջին Ասիայի քաղաքական լանդշաֆտի մեջ։ Այնտեղ այդ ռեժիմը որևէ հարց չի ունենում, թե բասենց ոնց կլինի։ Այս Հարավային Կովկասում այդ հարցը առաջանում է։ Հիմա այստեղից թերևս շարունակենք, պարոն Նավասարդյան։ Ըստ ձեզ, հիմա իհարկե մի քիչ դժվար է դա որպես հայաստանցի խոսալ, թե հիմա վերջո ուր է գնում Ադրբեջանը, բայց մենք մեզ համար հասկանալու, ինչ եք դուք տեսնում, Ադրբեջանը ավելի շատ գնում է դեպի այդ 5-ի ֆորմատով, այսինքն ինքը իր ապագան տեսնում է միջինասիական ֆորմատի մեջ, թեպետ ինքը Կասպից ծովից արևմուտք է, թե ամեն դեպքում 3-ի ֆորմատն է շարունակությունը խոսակցության։ Սկսենք նրանից, որ ես համարում եմ, որ եթե մենք խոսում ենք 3-ի մասին, դա չի նշանակում, որ եթե մեզ ինչ որտեղ հյուր են կանչում, անպայման 3-ով պիտի գնանք, հա։ Կարող ենք եւ մենակ գնալ, 2-ով կարող են գնալ, եւ այդ առումով տարբեր ձևաչափեր կարող են լինել, կախված նրանից, թե որ ոլորտի մասին ենք մենք խոսում։ Ես տեսնում եմ նաեւ ոլորտներ, որտեղ կարա լինի Հայաստանը եւ չլինեն ոչ Վրաստանը, ոչ Ադրբեջանը, կամ լինեն Հայաստանը, Վրաստանը եւ չլինի Ադրբեջանը։ Եվ նաև եթե կան ինչ-որ ձևաչափեր, որտեղ կա Ադրբեջանը եւ չկան Վրաստանը եւ Հայաստանը, նույնպես տրամաբանական են, մանավանդ որ միջազգային համագործակցության տարբեր հնարավորություններ կան։ Ասենք, եթե խոսքը գնում է սպառազինությունների ոլորտում համագործակցության մասին, ապա պարզ է, որ այս 3-ը դժվար թե մոտակա տարիներին ընդհանուր լեզու կգտնեն, կամ նույնիսկ անվտանգային զուտ նեղ իմաստով անվտանգային համակարգերի ձևավորման առումով նույնպես ես շատ քիչ հեռանկարներ եմ մոտակա ժամանակահատվածի համար տեսնում, որպեսզի մենք 3-ով լինենք, պես որ չպետք է խանդով վերաբերել, եթե Ադրբեջանը ինչ-որ ընդհանուր ծրագրեր է մշակում 5 կենտրոնական Ասիայի երկրների, մանավանդ որ մենք տեսնում ենք Ադրբեջանի ակտիվ արտաքին քաղաքականությունը, որտեղ ինքը տարբեր ձևաչափում կա, նույնիսկ Հայաստան, Ադրբեջան, Իսրայել, ԱՄՆ, հա, ձևաչափի մասին այսօր խոսում։ Պարզ է, որ մենք այնտեղ շատ դժվար գտնենք մեր տեղը, պես որ դրան պետք է հանգիստ վերաբերել, բայց որ մնացած ձևաչափերի արկայությունը չի խանգարում, այլ հակառակը։ Խոսում է նրա մասին, որ բազմաթիվ հարցեր կան, որտեղ հենց
այդ 3 հարավկովկասյան երկրները պիտի իրար հետ համագործակցեն եւ այդ ոլորտները եւ էներգետիկ ոլորտն է եւ արտադրությունների ոլորտն է, քանի որ որքան էլ 1+5 լինի, այսինքն Ադրբեջանը կենտրոնական Ասիայի երկրների հետ լինի, դա չի նշանակում, որ նրանք կարող են իրենց հարցերը լուծել առանց Վրաստանի եւ Հայաստանի զուտ հաղորդակցությունների տեսակետից, պես որ ես այստեղ խնդիր չեմ տեսնում եւ կարծում եմ, որ եթե արդյունավետ գնան բոլոր ձևաչափերով աշխատանքը, վերջում մենք հասկանալու ենք, որ բազմաթիվ տեղեր, կետեր կան, որտեղ ընդհանուր ինքնություն նույնիսկ ունեն Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը։ Մենք կարող ենք իհարկե խոսել նրա մասին, որ ներկա քաղաքականությունը Ադրբեջանի առայժմ որպես միգուցե առաջնահերթ ուղղություն կամ, չգիտեմ, խորը մտածելու եւ վերլուծելու հարց է, թե որն է առաջնահերթությունը Ադրբեջանի համար մեկուսացնել Հայաստանի, որպեսզի լուծել բոլոր խնդիրները, հետո նոր խոսել 3-ի մասին, հա, թե միանգամից ներառել Հայաստանին բոլոր ծրագրերի մեջ եւ այստեղ խնդիրներ կան, որոնց լուծումը մասամբ կախված է նաեւ կարծում եմ Երևանից, հա, ինչպես մենք կարող ենք, այո, ինչպես մենք կարող ենք եւ դիմադրել, ասենք, մեր մեկուսացման այդ միտումներին եւ ինչպես կարող ենք նաեւ առաջարկություններ անենք, որոնք գայթակղիչ կլինեն մյուս հարևանների հետ եւ բոլորովին, ասենք, այդ ապակառուցողական նարատիվը, որ տարածվում է, որ ինչ վերաբերում է հաղորդակցություններին Վրաստանը եւ Հայաստանը այստեղ մրցակիցներ են, իսկ դա էլ կա մակերեսում, հա, պետք է դրան հակառակ փաստարկները գտնեն, որոնք ակնհայտ են, ես կարծում եմ, հա, որքանով Հարավային Կովկասը կդառնա արևմուտք, արևելք, արևտրային ուղիների կարևոր տարածք եւ որքանով խիտ լինեն այստեղ բոլոր ճանապարհները եւ երթուղային եւ այլ, այդքան ավելի պահանջված կլինի այս տարածաշրջանը բոլոր օգտատերերի համար, այնպես որ այստեղ լուրջ աշխատանք է պետք կատարել եւ քննարկումների մակարդակով եւ կոնկրետ պրոյեկտներ առաջարկելու առումով ես կարծում եմ, որ մենք այստեղ թերանում ենք, բայց պիտի գիտակցենք եւ ավելի ակտիվացնենք։ Ինչ ասած, որ Հայաստան-Վրաստանը գուցե մրցակիցներ են արևել-կարևմուտք տրամաբանության մեջ, բայց դրանք բնական գործընկերներ են հյուսիս-հարավ տրամաբանության մեջ։ Պարոն Մելիքյան, այս 3-ի ձևաչափից, եթե մենք առանձնացնենք, որ Ադրբեջանը տասնամյակներ շարունակ վարել է այդ բալանսավորման արտաքին քաղաքականությունը, փորձելով լինել հավասար հնարավորության վրա բոլոր ուժային կենտրոններից կամ բալանսավորել յուրաքանչյուր ուժային կենտրոնը մեկ այլ ուժային կենտրոնի հետ հարաբերություններով։ Ընդհանուր առմամբ նույն բանը հիմա առնվազն սկսում է անել Հայաստանի Հանրապետությունը եւ կարծես թե ուզում է սկսել Վրաստանը, ընդ որում Վրաստանի մոտ սա նույնչափ բարդ է կարծես թե ինչքան Հայաստանի մոտ, որովհետեւ եթե Հայաստանը իր ինքնիշխանության կամ որոշումների կայացման մի զգալի մասը արտապատվիրակել էր մի կենտրոն, Վրաստանը նույն չասենք արտապատվիրակել էր, բայց համարյա այսպես դաշնակցային էր դարձել իր հարաբերությունները այլ ուժային կենտրոնի հետ։ Հիմա կարծես թե այս 3-ն էլ նույն արտաքին քաղաքական կոնցեպցիան են, ինչ որ յուրահատկություններով բնականաբար յուրաքանչյուր մայրաքաղաքի համար, բայց ընդհանրապես նույն արտաքին քաղաքական կոնցեպցիան են իրենց համար սկսում առնվազն որդեգրել։ Սա կարող է դառնալ այն վեկտորային հենքը, այսպես ասենք, այն ուղղվածության հենքը, որի վրա այս 3-ը պետք է կառուցվի։ Կարող է, բայց տեսեք, ի վերջո թե մենք, թե Վրաստանը տարբեր բարդություններ ունենալով եվրոինտեգրման գործընթացից չենք հրաժարվում, հա։ Այո։ Երեքս, այո, համամիտ եմ, բալանսավորում ենք, վրացիք միգուցե կարելի ասել ուկրաինական պատերազմի սկզբից են արդեն հասկացել, որ իրենք ձգտում են մի կառույցի, որը անուղղակի Ռուսաստանի հետ պատերազմի մեջ է եւ այն պահանջները, որոնք իրենց արժեվ դրված են, իրենց համարում են, որ ազգային շահերին դեմ է, մյուս կողմից Վրաստանը այդ հարված, այսպես ասենք, հա, իր վրա ընդունելով նաև մեզ է տալի օրինակ, որ մենք արդեն այսօրվանից ավելի զգուշ լինենք, որ մեր գործընկերների հետ այնպիսի հարաբերություններ ձևավորենք, ցույց տալով, որ մենք խորացնում ենք համագործակցությունը զուտ մեր օրակարգի համար, այլ այդ հարաբերությունները ինչ որ մեկի դեմ չեն, հա, եւ բոլորին մենք այդ նույն բանը պետք է բացատրենք, որ նման ճակատագրի չարժանանանք, հա, ուստի երեքը փորձում են այս հարաբերությունները տարբեր ձևերով, հա, այդ բալանսավորեն,
բայց մյուս կողմից այդ միտումները ես մենտալ կասեի, որ Ադրբեջանը կենտրոնական Ասիայի շարունակությունն է, հա, մերձավոր արևելյան մտածելակերպը ավելի է կարծրանում իրենց մոտ, ուստի մեր մասով Հայաստան, Վրաստան մի քիչ ավելի դեպի, հա, արևմուտք գնացող եւ ինձ թվում է միջ օրս մեզ պահում էր այդ արևելյան գործընկերության այդ համատեղ զամբյուղը, որի մեջ մեզ փորձում էին չառանձնացնեին, չնայած Մոլդովա, Ուկրաինա եւ Վրաստանը որոշ չափով առանձնացան, հիմա Մոլդովան եւ Ուկրաինան առանձնացան, Վրաստանը դեռ տեխնացուի կարգավիճակում է, մենք միջանկյալ կարգավիճակի մեջ ենք, ուստի այստեղ միգուցե ժամանակի ընթացքում ձևավորվի մի իրավիճակ, երբ որ կլինի այդ կենտրոնական վեցյակը, հա, Ադրբեջանը եւ կենտրոնական Ասիայի պետություններ, ինչ որ մի կստացի մի իրավիճակ, երբ որ կլինի Ադրբեջանը համ այնտեղ, համ այստեղ եւ ինչ որ չափով, հա, դարպասները դեպի կենտրոնական Ասիա կամ կենտրոնական Ասիայի համար դարպասները դեպի հարավային Կովկաս։ Այստեղ միգուցե այս երկու տարածաշրջանների հնարավոր, հա, երկրորդ շանս է, այսպես ասենք, 90-ականներից այս կողմ փակեր կոնֆլիկտների պատճառներով, բայց այսօր եթե ստացվի եւ Ադրբեջանը իր ոչ կառուցողական մոտեցումը դրանից հրաժարվի Հայաստանին, չփորձի մեկուսացնի եւ բերի մի իրավիճակի, երբ որ Հայաստանը որևէ ձևով հակազդելու որևէ բան չունենա, իսկ մենք տեսնում ենք, որ այսօր այդ փորձ է արվում վերջնական, հա, Հայաստան պետությունը կախյալ պետության բերելը եւ նոր դրանից հետո ինչ որ հարաբերություններ կառուցելը, ինչ նաեւ ապացուցում է այդ փաստաթղթի 17 կետի համաձայնացումը եւ այսօր որևէ արձագանքի չարժանանալը, հա, Բաքվում չեն շտապում խաղաղության պայմանագիրը ստորագրեն, ուստի այստեղ միգուցե ֆրագմենտալ ինչ որ տարբերություններ լինեն, Հայաստան, Վրաստան, այս կողմ, Ադրբեջանը ինչ որ միջանկյալ, համա այնտեղ, համա այստեղ, բայց այդ ընդհանրությունները իմ կարծիքով նաեւ կան եւ այդ թուրքական նաեւ այդ պետությունների կառույցը, որը ստեղծվեց, որտեղ չի ասի, որ հա մեր մոտ նաեւ ընդունված թե մեդիայում, թե որոշ շրջանակներում փորձագիտական այդ թուրքացում կամ վտանգը եւ այլն, բայց երբ որ շատ է վերլուծում եւ տեսնում ինչ միտումներ կան, հա, վերջի գագաթնաժողովը, Եվրոմիություն, Կենտրոնական Ասիա, դրա վառապացույցն էր, երբ որ Կիպրոսի եւ Հունաստանի պնդումները Հյուսային Կիպրոսի հետ կապված անցան եւ այդ փաստաթղթերում գագաթնաժողովի ընդունվեցին, ինչ որ չափով այդ թուրքական պետությունների մեջ որոշ խնդիրներ ճանաչեցին օկուպանտ երկիր, այո, եւ այս ամենը ցույց է տալի, որ ամեն միևնույն ժամանակ է լինելով այս կառույցի մեջ, բայց մյուս կողմից ամեն մեկը իր շահերից ելնելով է այս հարաբերությունների միջազգային կառույցում, նույնիսկ այդ տարածաշրջանում Ուզբեկիստան, Ղազախստան բավականին ընթացող, հա, մրցակցություն կա եւ այստեղ նաեւ մենք այսքան ակտիվ կապեր չունենք Ուզբեկիստանի հետ, բայց իրենք այսօր փորձում են արդեն նաեւ նախաձեռնողական լինեն, տեսնելով ակտիվ Հայաստան-Ղազախստան այս հարաբերությունները եւ իմիջիալոց ասեմ, որ նաեւ լոգիստիկ հնարավորություններով այսօր Իրանով դեպի կենտրոնական Ասիա եւ այնտեղ արդեն Կասպից այն կողմ արդեն համարյա ձևավորված է ենթակառուցվածքը եւ երբ որ մենք խոսում ենք Հայաստանի դիվերսիֆիկացումից, տնտեսական նաև կարևոր այդ քայլերից, դրա շրջանակներում Լարսին այլընտրանք հենց Իրանով դեպի Թուրքմենիա եւ այդ ուղով երկաթգծերը օգտագործելով լոգիստիկ ճանապարհները օգտագործելը, որոնք կան թե ծորենի մասով, թե այլ ուղություններով այստեղ առաջի փորձերը արվել են նույնիսկ Խորգոսից, Չինաստան, Ղազախստան սահմանից բեռնափոխադրումներ իրականացնելու, ուստի այստեղ որոշ process-ներ արդեն գնում են, դրանց մասին միգուցե մեդիայում կամ փորձագիտական շրջանակներում քիչ են խոսում, բայց այստեղ շատ հստակ է, որ մեր այս երկու տարածաշրջանները բնական դաշնակիցներ կարող են լինեն եւ ակտիվ այս համագործակցությունը կարող է բերել նրան, որ այլ երկրների ազդեցությամբ Բաքուն ի վերջո իր մաքսիմալիստական քաղաքականությունից հրաժարվի եւ փորձի նաեւ աշխարհաքաղաքական մոտեցումից դեպի տնտեսական, հա, պրագմատիզմի գա եւ այստեղ արդեն նոր հնարավորություններ իրոք առաջ կգան եւ այս ֆորմատը երեք մեր պետությունների կարող է ապագա ստանա։ Պարոն Ավասարյան, այս ամենից իմ մոտ երկու հարց առաջացավ։
Առաջինը ընդհանրապես լուրջ է այս խոսակցությունը, քանի դեռ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը ստորագրված չէ։ Թե մենք ոնց որ ասած այն սայլը ձիուց առաջ ենք դնում եւ սկսում ենք խոսել ապագայից, քանի դեռ ներկան ըստեյության չենք ապահովել։ Եվ երկրորդ հարցը, այո, որ մենք խոսում ենք, ասում ենք Հարավային Կովկասի 3 երկրները ըստեյության սկսել են այդ բալանսավորման արտաքին քաղաքականությունը 3 գումարած այնտեղ 5 միջինասիականներ, իսկ Մոսկվայում, Թեհրանում եւ Անկարայում ժպիտով են սպասելու այս ամեն ինչի իրացման, ուրախ են լինելու այս ամեն ինչի իրացման կապակցությամբ։ Դե ամենաբարդ հարցը կապված է իհարկե Մոսկվայի հետ, քանի որ Մոսկվան ցանկանում է իրեն տեսնել բոլոր ձևաչափերում, այն էլ առաջին տեղում։ Եվ դա է այն խնդիրը, որ կա այսօր Ռուսաստանի հետ կապված հայ-ադրբեջանական այդ խաղաղագործընթացի հետ կապված։ Ես համաձայն չեմ այն գնահատականների հետ, որ Մոսկվան շահագրգռված է պահպանել հակամարտությունը, կոնֆլիկտը։ Եվ կար այդպիսի նույնիսկ շատ գեղեցիկ ձևակերպում, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտում Մոսկվան կոնֆլիկտի կողմից է, շատ էին խոսում առաջ դրա մասին։ Ես կարծում եմ հիմա այդպես չէ, քանի որ Ռուսաստանը պիտի որ շահեր չտեսնի իր համար, եթե այստեղ նոր խոշոր պատերազմ լինի։ Այն վերահսկելի եւ անկանխատեսելի հետևանքներ կբերի նաեւ Մոսկվայի համար։ Բայց Մոսկվան դեմ է նաեւ ցանկացած խաղաղության եւ կարգավորման, որտեղ իր շահերը առաջին տեղում չեն։ Եվ այդ առումով բնականաբար Մոսկվայի գործողությունները քաղաքական ասպարեզում խանգարող հանգամանք են դեռ երկար լինելու։ Ինչ վերաբերում է Իրանին, Իրանը գտնվում է բավականին լուրջ միջազգային մեկուսացման մեջ եւ բնականաբար ցանկանում է այդ մեկուսացումը հնարավորինս տարածել նաեւ Հարավային Կովկասում իր հարևանների վրա։ Ինչքան էլ իրանք էլ մեկուսացված կլինել, այդքան Իրանի օգուտն է եւ դրանով են պայմանավորված շատ միտումներ, որոնք կան Իրանի արտաքին քաղաքականությունում, բայց ես կարծում եմ, որ Իրանի առումով չեզոքացումը այսօր Ադրբեջանի ձեռքում է, որքան էլ Ադրբեջանը կարողանա Իրանին, այսպես ասենք, նորմալ հարաբերությունների մեջ տեղավորել նաև այլ երկրների հետ, եւ այս այցը Նետանյահուի, հետ Պեզեշկյանի եւ Էրդողանի, Ադրբեջան կարող են դրան նպաստել։ Մենք բնականաբար միշտ բացասական ենք գնահատում ցանկացած արտաքին քաղաքական ակտիվությունը Ադրբեջանի, բայց ես կարծում եմ կան հարցեր եւ մասնավորապես Իրանի հետ կապված, որտեղ միգուցե մենք կարող ենք նույնիսկ մեր շահերը տեսնել Ադրբեջանի այդ ակտիվության մեջ։ Բայց ես ուզում եմ եւս մեկ բան ասել կապված մրցակցային կամ ոչ մրցակցային, որոնք են հաջորդ քայլերը նրանից հետո, որ մենք ադրբեջանցիների հետ, ասենք, կարողանանք պայմանավորվել, որ լավ, տոլման ոչ ձերն է, ոչ մերն է, մեր ընդհանուրն է, որ Սարի աղջի կամ Սարի գալիմ երգը ոչ մերն է, ոչ ձերն է, եւ ձերը եւ մերը, եւ հələ թուրքերին էլ կարանք մի մասը տանք, հա, այդ երգի։ Որ դրանից հետո ո՞րն է քայլը։ Դա խաղաղության պայմանագիրն է, որը ձևակերպված է կարծես թե արդեն տեքստը, թե ամեն դեպքում համագործակցությունը շատ պրակտիկ ոլորտներում։ Եվ ես կարծում եմ, որ առավել հեռանկարայինը հենց պրակտիկ ոլորտներում համագործակցությունն է, որը նոր հիմք կծառայի ոչ թե ստորագրմանը խաղաղության պայմանագրի, այլ նրա իրացմանը։ Այսինքն առանց համագործակցության տնտեսական եւ հաղորդակցությունների ոլորտում չի աշխատելու խաղաղության պայմանագիրը այնպես, ինչպես որ մենք ենք ուզում։ Այսինքն պիտի շահերը մեզ կապեն եւ մեզ դարձնեն նորմալ հարևաններ։ Միայն ստորագրած թուղթը մեզ նորմալ հարևաններ չի դարձնելու, հա, դա պիտի գիտակցենք եւ սրանից ելնելով ուզում եմ անդրադառնալ, ասենք, Վրաստանի հնարավոր դերին եւ Եվրամիության հնարավոր դերին։ Այդ տեսեք, երբ Եվրամիությունը փաստորեն կարողացավ այդ կենտրոնական Ասիայի երկրների հետ գագաթնաժողովում հասնել նրան, որ բանաձևի մեջ մտցվեց ոչ միայն Կիպրոսի հարցը, այլ նաեւ Հայաստանի ներգրավումը, այդ հաղորդակցության ծրագրերի եւ սահմանների բացումը, դա անում էր ոչ թե մեր սիրուն աչքերի համար Եվրամիությունը, եւ ոչ թե այն պատճառով, որ ինչպես Ադրբեջանում շատերը ասում են, գոյություն ունի ինչ-որ քրիստոնեական համերաշխություն եւ Եվրոպան միշտ Հայաստանի կողմից է, նախ այդպես չի, մենք բազմաթիվ օրինակներ ունենք եւ բոլորովին այդպես չէ։
հա, բայց Եվրամիությունում հասկանում են մարդիկ, որ առանց կայուն հարաբերությունների եւ փոխշագրգիռ հարաբերությունների չի լինելու անվտանգություն այն բոլոր ծրագրերի համար, որոնք այսօր քննարկվում են։ Եվ նույնը կարելի է Վրաստանի համար ասել, որ եթե Վրաստանում դիտարկեն հաղորդակցությունները Հայաստանի տարածքով որպես մրցակցային գործընթացներ, դրանով Վրաստանը հաստատ չի շահելու, քանի որ միայն այդ ճանապարհները կբերեն այն կայունությունը տարածաշրջանում, որը հնարավորություն կտա Վրաստանին էլ մեծ դերակատարություն ունենալ այդ մետաքսյա ճանապարհ լինի, թե ցանկացած այլ պրոյեկտ։ Այնպես որ ներգրավումը բոլոր կողմերի եւ ընդհանուր շահերի ձևավորումը պրագմատիկ տեսակետից միայն ապահովում է ամբողջ տարածաշրջանի ընդհանուր շահերը եւ դա է նաեւ այն փաստարկը, որ ես կարող եմ առաջարկել, որ այդ երեքը այլընտրանք չունեն համագործակցություն։ Պարոն Ավասարյան, շատ հետաքրքիր ըստ էության միտք արտահայտեցիք այդ խաղաղության պայմանագրի եւ խաղաղության գործընթացները։ Ըստ էության գիտեք դա այդ գծային տրամաբանություն, թե կրեատիվ տրամաբանություն այդ հակադրությունն է եւ ձեր արգումենտները շատ ընդունելի են եւ լսելի են, բայց միևնույն ժամանակ ես կարծում եմ մենք պետք է մի բան ֆիքսենք, էլի, որպես պատմաբան, մեջից պատմաբանն է այստեղ խոսում, որ շատ հաճախ է լինում, որ երբ որ մի փաստաթուղթ հնարավոր է լինում մի պատմական փուլում ստորագրել իսկապես եւ այն ունենալ, դրանից ընդհանրապես մի քանի ամիս հետո կամ մի տարի հետո այդ պատմական հնարավորությունը, այդ պատուհան, այդ շանսը, որ եղել է այդ պատմությունը ստանալու, կորսվում է։ Ընդ որում կարա փոխվի թե միջազգային կոնյունկտուրան։ Բայց կարա ստորագրվի եւ ոչի արդյունք չտա։ 100% համաձայն եմ, դա էլ է հնարավոր, բայց նաեւ այն, որ հիմա կա եւ միջազգային կոնյունկտուրան եւ նույնիսկ ներքաղաքական հնարավորություններ կտեղադրում է, դա կարա մի ամիս հետո փոխվի։ Բաքվում դի գիտակցեն։ Այո, դա ընդհանրապես պետք է որ դա Բաքվում գիտակցեն։ Մի էլեմենտի էլ է ուզում արձագանքեի, գիտեք, երբ ասցիք, որ Ռուսաստանի շահերից չի ելնում տարածաշրջանում այսպես խոշոր կոնֆրոնտացիան իր կանխատեսելի ելևէջները մի փոքր մոտես դեժավյու եղավ, որովհետև այդ նույն միտքը ես լսել էի 20 թվականից առաջ Հայաստանի քաղաքական էլիտայի մեջ, որ Ռուսաստանը թույլատրող կայսրությունը իրեն ձեռ չի տալի մեծ պատերազմը Հարավային Կովկասում։ Դուք գտնում եք, որ 44-օրյա պատերազմը Ռուսաստանի շահերից բխում էր։ Ես գտնում եմ, որ Ռուսաստանը ի վիճակի էր 44-օրյա պատերազմը կանխարգելել կամ գոնե դրա ընթացքում կանգնեցնել, եթե վճռականորեն ինքը որոշեր միջամտել։ Այնպես որ մենք առնվազն մի անգամ տեսել ենք։ Համարեք, որ մեկ հարց կա, որտեղ մենք այո, համարեք, որ այստեղ ունենք տարաձայնություն։ Պարոն Մելիքյան, նախ վստահ եմ, որ այս քննարկվածի վերաբերյալ կօրինակ ասելիք, բայց չանդրադարձանք Անկարայի վերաբերմունքին այս երեքի եւ այդ ոչ այդ բալանսավորված արտաքին քաղաքականության վերաբերյալ։ Խնդրեմ դաներ անդրադառնալ։ 44 օրյայից հետո կար այդ նույն շանսը հայ-թուրքական հարաբերություններում, ի վերջո որոշ նախապայմաններ, որոնք տասնյակ տարիներ Անկարան առաջ էր քաշում սահման բացելու, հարաբերություններ հաստատելուն, կար որոշ հատված պատուհան հնարավորությունների, բայց Շուշիի դեկլարացիայից հետո իմ կարծիքով այսօր նույնիսկ որոշ թուրք փորձագետներ են դրա մասին խոսում, որ միջև հայ-ադրբեջանական հարաբերություններում նոր փուլ չսկսվի, նկատի ունեմ դիվանագիտական հարաբերությունների հաստատում եւ այլն, Անկարան այդ ժամկետը ոնց որ կարելի ասել շատ հստակ կապում է այս երկու գործընթացները միմյանց հետ։ Եթե նախկինում կար հնարավորություն, հիմա արդեն այստեղ շանսը թողված է եւ չկա։ Անկարայի մասով իմ կարծիքով նույնն է ինչ որ Բաքվում այսօր։ Հա միգուցե տնտեսապես ավելի շահավետ կլիներ նույն այդ ենթակառուցվածքների մասով այսօր նախատեսվում է երկաթգիծ Ղարսից դեպի Նախիջևան, որը մինչև 5 միլիարդ դոլարի կարող է նստել, բայց եթե կառուցողական մոտեցում լինի Բաքվում եւ Անկարայում, կարելի է մեկ տարվա ամենաշատ ընթացքում Ղարս-Գյումրիին միացնել եւ երասկով Նախիջևան եւ տասնյակ միլիոններով դոլարներ են, որոնց հիմնական մասը նաեւ Հայաստանի տարածքում պիտի այդ արվի եւ հայկական կողմից, ինչը այդ մեծ բերից կազատի թուրքական կամ ադրբեջանական կողմի, բայց իրենց մոտ եւս երևում է, որ աշխարհակաղակական մոտեցումը գերակայում է եւ դրա համար այս ամենը
եւ այլ բերում է մի այլ փակուղուն, որտեղ շատ բան կախված է հայ-ադրբեջանական process-ից, նախորդ քննարկմանը վերադառնալով, ես կարծում եմ, որ նաև այստեղ հետաքրքիր մի իրավիճակ կա, երբ որ շատ են խոսում խաղաղությունից, այս փաստաթղթից, միգուցե Բաքվում մտածում են, որ շատ է Հայաստանին պետք։ Այո, Հայաստանին պետք է այս ամենը, բայց Հայաստանը նաև իմ կարծիքով այսօր պիտի նաև Բաքվին եւ ամբողջ աշխարհին հետեւյալ մեսիջով հանդես գա, որ մենք շահագրգռված են, կա խաղաղության խաչմերուկ նախագիծը, բայց եթե Բաքուն պատրաստ չէ, մենք ուրեմն պիտի ստիպված այս ստատուս քվոին հարմարվենք, ոչ պատերազմ, ոչ խաղաղություն եւ շահունակենք եւ Բաքուն պիտի հասկանա, որ կարող են շանսերը այսօր, որոնք կան, այդ հնարավորությունների պատուհանը կարող է փակվել եւ ապագայում այլ միջազգային, կոնյունկտուրայի փոփոխության շրջանակներում այլ իրավիճակ ստեղծվել, որ իրենք միգուցե արդեն տեսնելով, որ Երևանը այդքան համառորեն չի փորձում, այդ փաստաթուղթը ստորագրի, միգուցե իրենք էլ ինչ-որ մի եզրակացության գան եւ այս ամենը կբերի մի նոր իրավիճակի, բայց այստեղ նաև մտահոգիչ է, պարոն Նավասարդյանը խոսեց Իրանի մասով, բայց դուք ասացիք դրական մասով, որ Բաքուն միգուցե կարողանա, բայց եթե հակառակը լինի, եթե չեմ սխալում, խոսքը գնում է 5 օրվա այցի մասին, 5 օրը չեմ հիշում միջազգային հարաբերություններում վերջի տասնամյակների կամ երկրորդ համաշխարհայինից էսկոն, որ այդպիսի երկար այց լինի ինչ որ մի երկրի ղեկավարի եւ ընթացքում Ալիևը բացակայելու է գնալու է Մոսկվա, հետո Էրդողանն է միանալու, ուստի չլինի մի այնպիսի սցենար, որ Իրանի դեմ այս ամենը լինի, քանի որ վերջի մի քանի օրվա ընթացքում եք տեսնում եք նաեւ կոշտացումը ԱՄՆ-ի դիրքորոշման, որ այն պետությունները, որոնք նավթամթերք, նավթային տարբեր արտադրանքներ իրանական ներմուծեն, իրենք էլ կվտանգվեն երկրորդական պատժամիջոցների տակ կընկնեն, ուստի այս ամենը միգուցե կարող է բերի մի այնպիսի իրավիճակի, որ Իրանի դեմ ինչ որ բան սկսի եւ այս պարագայում խոսել կամ տարածաշրջանային համագործակցությունից կամ միգուցե այստեղ արդեն պետք է մտածել դրա մասին, որ մենք պիտի նաեւ պատրաստ լինենք, որ Ադրբեջանը կարող է օպորտունիստական նաեւ փորձի Սյունիքում որոշ հարցեր լուծի եւ Միջանցքի հարցը ուժով, բռնի ուժով լուծի եւ փորձի դրանից հետո միջազգային խաղացողների հետ, ովքեր այդ վաղ ակտուալ կլինեն, այդ հարցը լուծի, որ պատժամիջոցների տակ չլինի կամ այնպիսի մի իրավիճակ լինի, որ ինքը կարողանա տանելիորեն, ասենք, որոշ պատժամիջոցներով վայելի այդ նոր ճանապարհը, ուստի շատ բան կախված չէ մեզանից, բայց Հայաստանը իմ կարծիքով շատ պրոակտիվ պիտի դիվանագիտությունը կիրառի, որ բոլոր այդ խաղացողները Վաշինգտոնից, Բրյուսելով, Մոսկվայով եւ տարածաշրջանային այլ խաղացողներով շահագրգռված լինեն, որ այստեղ շատ կայուն իրավիճակ լինի եւ այստեղ նաեւ իմ կարծիքով առաջնային նաեւ Վրաստանին է վերաբերվում եւ Վրաստանի մասով ասեմ, որ իրենք որպես մարտահրավեր պիտի համարեն այս նոր կապուղիների բացումը, բայց այդ մարտահրավերներից իրենք պիտի ոչ թե որպես մրցակից լինեն, այլ իրենք պիտի նաև ավելի պրոակտիվ լինեն, որ նոր նախագծեր Հայաստանի հետ, Ադրբեջանի հետ նախաձեռնեն, որ մի տեղ կորցնելով մյուս տեղ շահեն եւ տեսեք, երբ որ խոսում ենք Միջին Միջանցքի մասին, Բաքու-Թբիլիսի կարճ երկաթգիծը, ի սկզբանե իրենք խոսել էին, որ բավականին լուրջ բեռնափոխադրում պիտի լինի, այսօր մենք այդ ամենը չենք տեսնում, մենք տեսնում ենք հիմնականում Թուրքիայի եւ կենտրոնական ասիական պետությունների միջև առևտրաշրջանառություն, որը էժան չի, որը ծախսատար է, ժամանակային մասով եւ այլն, ուստի այլ ուղիներ ավելի պահանջված կարող են լինել եւ երկաթգծային հաղորդակցությունը, որը նաեւ Հայաստանով կարող է տեղի ունենա, Իրան, ասենք, չգիտեմ, Կենտրոնական Ասիա, Իրան, Հայաստան, Վրաստան, Եվրոմիություն կամ նույն Բաքու-Թբիլիսի կարծը, բայց Աստարա միացման պարագայում, ուստի այստեղ դեռևս անելիքներ կան, որ մենք այդ միջազգային լոգիստիկական, լոգիստիկ քարտեզի վրա մեր տեղը գտնենք։ Պարոն Մելիքյան, մի բան ձեզ հարցնում, քանի որ դուք հենց խոսեցիք այդ ստատուս քվոից, որը օրինակ Երևանում այո դա անվանում են ոչ պատերազմ, ոչ խաղաղություն, Բաքվում դա անվանում են փաստացի խաղաղություն, Քանի որ Երևանն է, որ ակտիվորեն փորձում է
գտաներ գործընթացը առաջ Բաքուն ըստ էության կասեցնում է process-ը։ Այդտեղից տրամաբանական եզրակացություն, որ Բաքուն գնահատել են, որ այս իրավիճակը իրան շահերից ելնում է։ Այ ես դες ինչու են այնտեղ այդպեսի գնահատական եկել։ Ինչու է այդ փաստացի խաղաղության կամ ոչ խաղաղության, ոչ պատերազմի իրավիճակը այս պայծառ Բաքվի շահերից ելնում։ Քանի որ իրենք նույնիսկ ասում են, եւ տասնյակ տարիներ դուք օգտվում եք ստատուս քվոից, որը առաջի պատերազմից հետո էր, հիմա էլ մենք ունենք շռայլություն դրանից օգտվելու, քանի որ Տրամպի գալը, Տրամպի վարչակազմի անկանխատեսելի լինելը, Եվրոմիության ռազմավարական ինքնավարության ձևավորման պարագայում շատ բաներ կարող են փոխվել, հա, ուստի այս պարագայում ինքը նաև իմ կարծիքով Ալիևը, հա, իսկ քանի որ Ադրբեջանում այդ անձն է որոշում ամեն ինչ, պետք է հստակ ֆիքսեն, որ ինքը փորձում է հասկանա մոտակա 3-5 տարիների ընթացքում ինչ կարող է տեղի ունենալ եւ դրանից ելնելով, եթե որևէ լուրջ բան չփոխվի եւ ինքը հասկանա, որ ժամանակն է արդեն ստորագրելու, գնայից ստորագրմանը, բայց այլ հարց է, ինչ կփոխվի, հա, Հայաստանում, Հայաստանի շուրջ, միջազգային, հա, գործընթացներում, ուստի իմ կարծիքով հենց այդ տրամաբանությունն է, որ Ալիևը միգուցե համարում է, որ ինչ-որ բան կարող է փոխվի եւս իօգուտ հերթական անգամ, հա, ինչպես 20 թվականից առ այսօր, եւ ինքը կարող է դրանից օգտվի եւ դրա համար այս ստատուս քվոն իրեն զրտու է։ Արձանագրելի է նաեւ, որ եթե Բաքվի մոտ ստացվի որոշակի միջնորդի դեր կատարել Իսրայելի եւ Թուրքիայի միջև, իրենց երկու դաշնակիցների, որոնց ներքին հարաբերությունները բավականին լարված են, այսպես ասենք, դա դա բավականին լուրջ քաղաքական հաջողություն կարող է դիտարկվել եւ ես կարծում եմ դա իրենց արժեվ դրված շատ լուրջ ռազմավարական առաջնահերթություն է այս բան փորձել որոշակի միջնորդական դերակատարություն ասենք մի փոքր չհամաձայնելով կամ այլ երանգ մտցնելով այդ թեմայի մեջ նույնքան էլ շահեկան է դիվանագիտության տեսակետից Ադրբեջանի համար Իրանի եւ Իսրայելի միջև հարաբերությունները հարթեցնել որքան հնարավոր է եւ ես կարծում եմ որ այստեղ Ադրբեջանը ավելի շատ կշահի քան եթե օգտագործի լարվածությունը որպեսզի ինչ որ հարցեր լուծի Հայաստանի հետ այստեղ շատ դժվար է որոշել որն է ավելի ձեռնտու մանավանդ որ այսպես ասենք, եթե հակամարտությունը Ադրբեջանի եւ Իրանի միջև նաեւ ռազմական տեսք ստանա, բոլորովին ակնհայտ չէ թե ում օգտին է այդ ամեն ինչը վերջանալու, հա։ Անկախ Ադրբեջանի դաշնակիցը օգտի, որտեղ դաշնակիցները հավոեն մոտ է։ Իհարկե, եւ հետևանքները դրա հենց Ադրբեջանն է ճաշակելու Պես որ այո Ադրբեջանը այսօր ունի մի քանի շահեկան ուղղություններ իր դիվանագիտությունը օգտագործելու համար երկրի կշիռը բարձրացնելու համար եւ ես կարծում եմ եւ հուսով եմ եւ կարծում եմ որ դա է առաջնահերթությունը այլ ոչ թե սրման ճանապարհով լուծել հարցերը եւ ինչ վերաբերում է Հայաստանի նկատմամբ այդ ճնշումը դա էլ կարծում եմ ոչ թե ինչ որ վերջնական Հայաստանի դեմ արդյունքների հասնելու համար է, այլ արկա վիճակում հնարավորինս շատ փոքելը։ Այսինքն ինչքան թույլ եւ ճնշված վիճակում է Հայաստանը երկկողմանի բանակցություններում, այդքան Ադրբեջանը շատ է շահում եւ դա դեռ չի նշանակում, որ իր վերջնական նպատակը, ասենք, ինչպես շատերն են մեզ մոտ ասում, ընդհանրապես Հայաստանին վերացնելը որպես պետություն, չնայած հասկանում ենք, որ այնտեղ կան եւ մարդիկ եւ շրջանակներ, որոնք երազում են դրա մասին։ Գործընկերներ, այս ամեն ինչի մասին մենք խոսում ենք, պայմանականորեն կարելի է բաժանել երկու ուրեմն մի գործընթացից կախված երկու հնարավոր սցենարների, հա, մեկ ու երկուսն է կախված է Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատերազմից։ Այ եթե ռուս-ուկրաինական կոնֆլիկտը շարունակվում է, դա մի տարածաշրջան է, որի պարագայում այս մեր բոլոր ասածները մի զարգացման սցենար ունեն։ Եթե այդ կոնֆլիկտը ավարտվում է, ընդ որում մստից էական չի մեր տարածաշրջանի համար, թե այդ կոնֆլիկտը ոնց է ավարտվում։ Ավարտվում է Ռուսաստանի հաղթանակով, պարտությամբ, ինչ որ ստատուս քվո է ձևավորում, դա էական չի։ Էական են, որ Ռուսաստանը ավարտվում է թե չի ավարտվում, եւ Ռուսաստանը արդյոք ստանում է հավելյալ ժամանակ, քաղաքական էներգիա, ռեսուրսներ այլ տարածաշրջանում իր մասնակցությունը ավելացնելու համար թե չէ, դրանից շատ բան է կախված։ Հիմա այս բոլոր խոսակցությունները եւ վերադառնալով այդ սկզբնական թեմային, այդ երեքի թեմային Հիմա Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի արդյունքները ինչքանով են կապված այս թեմայի հետ։ Իմ կարծիքով կապված են, քանի որ այստեղ նույնիսկ մենք տեսենք, որ Վրաստանը արևմուտքի հետ հարաբերությունները հենց այս պատերազմի սկզբից հետո, հա, փչացրեց։
Ոստի այդ զգուշությունը չեն ցանկանում Թբիլիսիում հավելյալ կոնֆլիկտ ունենան, խոսում են խաղաղ տարածքային ամբողջականության վերականգնումից, ոստի այս պարագայում եթե պատերազմը կանգնեցվում է, նոր մարտահրավերներ, հնարավորություններ են ձեր ի հայտ գալի եւ բոլոր երեքն էլ փորձելու են դրանց տակ ադապտացվեն, հա, մարտահրավերները հասկանալով փորձեն մինիմիզացնել ռիսկերը, մյուս կողմից, եթե լինեն նոր հնարավորություններ, դրանցից օգտվեն եւ փորձեն այլ խաղացողներին արդեն միջև այդ պահը արդեն այլ խաղացողների հետ որոշ բանակցությունների կամ որոշ պայմանավորվածությունների գան, հա, ոստի դրա համար իմ կարծիքով նաեւ այս ժամանակահատվածը բոլոր երեքն էլ փորձում են իօգուտ իրենց օգտագործեն։ Վերադառնալով, հա, այդ Իրանի Ադրբեջանի հարաբերություններին, տեսեք, շատ կարևոր է տեսնել Տրամպի շնորհավորական ուղերձը Նովրուզի հետ կապված Ալիևին, որը մի քիչ ուշացած էր, բայց այնտեղ շատ ուշագրավ մի հատված կար շնորհակալությունը Իսրայելին աջակցելու գործընթացում։ Եթե մենք չենք մոռանում, որ նաև գրաված տարածքներում 3 օդանավակայան է կառուցվել, որոնք չեն օգտագործվում այսօր։ Միգուցե ինչ որ միտեղ պիտի մենք նաև հասկանանք, որ ինչ որ պլան գոյություն ի վերջո ունի, որտեղ ԱՄՆ, Իսրայել, Ադրբեջան կարող է այդ երանգյունիով ինչ որ ձև Իրանի դեմ այս ամենը օգտագործվի։ Պարոն Նավասարդյանի ասածը ինքը պրագմատիկ Ադրբեջանի շահերից բխող քաղաքականության արդյունքն է, որ երբ որ դու հասկանում ես, որ կոնֆլիկտը ի վերջո քեզ վնասելու է որևէ ձևով, բայց Ալիևի post 20 թվականի պահելաձևը միգուցե որոշ հարցերում ինքը շատ պրագմատիկ է, բայց որոշ հարցերում միգուցե նաև այդ հաղթանակած լիդերի, որը ինչ որ չափով կտրվում է իրականությունից, որոշ այդ նաև միտումները ես ճիշտն ասած տեսնում եմ, հա, եւ այստեղ արդեն այդքան էլ կանխատեսելի չի դառնում ինքը որպես քաղաքական գործիչ, որը ինչու ոչ կարող է հարավային Ադրբեջանի գաղափարի հետևից գնա, հա, քանի որ այսօր ինքը ամպլուա ունի, հա, որ միացնող, ապա այնտեղ, չգիտեմ, 5 միլիոն, 10 միլիոն ադրբեջանցի, հա, ատրպատականցի եւ այլ, միգուցե, հա, Հայաստանում չլինի, Սյունիքում չլինի հարվածը, այլ ինքը դեպի հարավ գնա, բայց այս ամենը կարող է տեղի ունենա եւ եթե մենք պրագմատիկորեն այդ վերլուծում ենք, մենք հասկանում ենք, որ ռիսկերը շատ են, հա, Բաքուն մոտիկ է եւ բոլոր հրթիռների համար իրանական արտադրության Ադրբեջանի որևէ, հա, ռազմաբազա կամ քաղաք իրենք շատ հասանելի են րոպեների ընթացքում, հա, ուստի ինչքանով է ինքը վստահ չգիտեմ, բայց բոլոր որ այս տարվա, այս մոտակա 3-4 ամիսները, որ որոշիչ են լինելու, այդ հստակ է։ Հա, եւ եթե մենք լսենք տարբեր մարդկանց արտահայտությունները հանրային դաշտում Ադրբեջանից, որոնք հաստատ որևէ բան չէին ասի, որը չի շոյում Իլհամ Ալիևի ուրեմն լսողությունը, չէին ասի, որ մեր առաջին երազանքը վերադարձնել Ղարաբաղը կատարվել է, մեր հաջորդ երազանքը դա 50 միլիոնանոց Ադրբեջան ունենալն է, այսինքն պարզ է, որ այդ թեման գոյություն ունի, բայց ի վերջո ես միշտ հույսը դնում եմ պրագմատիկ որոշումների վրա, մանավանդ որ այդ զարգացումները բնականաբար կախված են շատ առումներով ԱՄՆ-ից, իսկ Թրամփին շատ բաների համար կարող ենք մեղադրել, բայց որ ինքը պատերազմ է սիրում, այդ դրանում հաստատ չեն կարող մեղադրել, հա։ Եվ ինչ վերաբերում է Ռուսաստանին եւ ուկրաինական պատերազմին, ապա ավարտը պատերազմի, այո, ենթադրելու է, որ Ռուսաստանը կարող է կուտակել ռեսուրսներ նաեւ մեր տարածաշրջանի վրա ազդեցություն ունենալու համար եւ այդ դեպքում այդ երեքի միջև հարաբերություններում միշտ ներկա է լինելու Ռուսաստանի շահը, եթե կարողացավ։ Եվ մինչև այդ պահը, երբ Ռուսաստանը կկենտրոնացնի ռեսուրսները մեր ուղղությամբ նայելու համար, մենք պետք է ինչ-որ պայմանավորվածությունների հասնենք այս երեքով, որպեսզի կարողանանք մեր շահը երկրորդական չդարձնել Ռուսաստանի շահերին։ Այս հրաշալի եզրակացության վրա էլ շնորհակալ եմ հարգելի գործընկերներ հրավերս ընդունելու համար, հարգելի հեռուստատողներ։ Գիտեք, այսպես շատ հին հունական մի խոսք կա, որ ճգնաժամը իհարկե բարդ, այսպես վտանգավոր մի իրավիճակ է, բայց ճգնաժամը նաև հնարավորություն է։
այն բազմաշերտ, բազմավեկտոր ճգնաժամը, որում այսօր հայտնվել են միջազգային հարաբերությունները աշխարհը եւ մասնավորի մեր տարածաշրջանը, ինքը բնականաբար հսկայական քանակությամբ մարտահրավերներ եւ ռիսկեր է առաջ բերել, որոնք որ կառավարելը հեշտ գործը չէ, մեղմ ասած։ Բայց ինչպես եւ ցանկացած այլ ճգնաժամ, այս ճգնաժամը նույնպես ստեղծել է որոշակի հնարավորություններ, որոնք որ նախկինում լուրջ չէին ընկալվում կամ որոնք նախկինում նույնիսկ այսպես տեսականորեն քննարկելի չէին անգամ։ Հիմա կա այդ հնարավորություն, հիմա կա այդ սցենարը, որ երակողմ որոշակի պայմանավորվածություններ մեր տարածաշրջանում տեսականորեն հնարավոր են։ Եվ ինչքանով դրանք իմպլեմենտացվեն, բնականաբար կախված է այս 3 ակտորներից եւ ինչպես պարոն Նավասարյանը նշեց, նրանց բանական եւ պրագմատիկ որոշումներ կայացնելու հնարավորությունից։ Իհարկե պարադոքսալ է, որ մենք ապրում ենք մի ժամանակում, երբ որ ուրեմն ռացիոնալ որոշում կայացնելը օպտիմիզմի հետ է կապվում, այլ օպտիմիստա պետք է լինել, որ հույս ունենալ, որ հակառակողը պրագմատիկ եւ ռացիոնալ որոշումներ կայացնի, բայց ապրում ենք այնտեղ, որտեղ ապրում ենք։ Ու ամփոփելով այս հաղորդումը նորից մի այսպես մտքով եմ ուզում ամփոփել, որ քաղաքականությունը դա հնարավորի արվեստն է։ Եվ հատկապես ճգնաժամային փուլերում այս խոսքը պետք բարբերաբար կրկնել, իհարկե չմոռանալով ռիսկերի եւ ռիսկերի կառավարման մասին։ Լավ եղեք, կհանդիպենք յուրաքանչյուր կիրակի 19:00-ին։